Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան, աշխարհի դեմ գնալ նշանակում է մեկուսացնել ինքդ քեզ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսի հետ հանդիպանը, հայտնում է Չինաստանի կենտրոնական CCTV հեռուստատեսությունը։ Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան, եթե դուք ինքներդ ձեզ աշխարհի դեմ հանեք, կհայտնվեք մեկուսացման մեջ, ասել է նա։ Ցզինփինի խոսքով վերջին 70 տարիների ընթացքում երկրի զարգացումը հիմնված է եղել անկախության եւ քրտնաջան աշխատանքի վրա։ Նա երբեք չէր ապավինում որևէ մեկի բարեհաճությանը եւ չէր վախենում անհիմն ճնշումներից։ Չինաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ չինական կողմը կպահպանի վստահությունը, սառնասրտությունը եւ կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը մտադիր է հրաժարական տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների եւ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը հղում անելով աղբյուրների։ Այնուամենայնիվ Զելենսկու հետ տարաձայնությունները նրա հրաժարականի պատճառ չեն դարձել, նշում է FT-ն։ Պարբերական տվյալներով Բրինքը ճնշումներ էր ենթարկվել նաեւ ԱՄՆ առաջնորդի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք վստահ չէին Ուկրաինայի հետ կապված իրենց ռազմավարությանը աջակցելու նրա պատրաստակամության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Բրինքը մտադիր է առաջիկա շաբաթներին իր կամքով հեռանալ դիվանագիտական ծառայությունից։ Գործակալությունը չի բացառում, որ այս պաշտոնում կարող է առաջադրվել պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Քրիստոֆեր Սմիթի թեկնածությունը։ Գազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի եւ բժշկական պարագաների զգալի պակասի։ Այս մասին հայտնում է իրական Թասնիմ գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են։ Մասնավորապես սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59%-ը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54%-ը։ Շաքարային դիաբետով ավելի քան 80,000 հիվանդ եւ խրոնիկ բարձր ճնշում ունեցող 110,000 մարդ չի կարող կենսական նշանակության դեղամիջոցներ ստանալ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճգնաժամը պայմանավորված է Իսրայելի որոշմամբ փակել անցումները դեպի անկլավ եւ արգելել մարդասիրական օգնությունը ներառյալ բժշկական պարագաներն ու դեղորայքը հիվանդանոցների եւ կլինիկաների համար։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը ապրիլի 14-ից 18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա եւ Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ցզինփինը ապրիլի 14-ից 15-ը կայցելի Հանոյ, Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի եւ հանրապետության նախագահ Լու Օնգ Կուօնգի հրավերով, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-ից 18-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի եւ Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիի հրավերով կայցելի Կուալա Լումպուր եւ Փնոմ Պեն։ Վիետնամը, Մալայզիան եւ Կամբոջան հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ են, որոնց հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 7.8%-ով եւ կազմել 972.33 միլիարդ դոլար։ Վիետնամը Չինաստանի հիմնական գործընկերն է համայնքային երկրների շարքում, որը կազմում է Չինաստանի հետ Ազիանի ապրանքաշրջանառության մոտ 27%-ը 260.65 միլիարդ դոլար։ Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստարադիոընկերությունը Կանը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական եւ թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի 12-ից 19-ին է, միևնույն
ժամանակ ըստ հաղորդման Անկարան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին, որը իսրայելական պատվիրակություն էր հասցնում Ադրբեջան, անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի հետևանքով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից դեպի արևմուտք Սև ծովի վրայով։ Ապրիլի 10-ին հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ ուղղակի բանակցությունների փաստը։ Իսրայելական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպման կազմակերպման համար։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Փրկարանները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան Ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ եւ դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ ԱՄՆ-ն մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ Վաշինգտոնի կարծիքով հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ CNN-ը մատնանշում է, որ Չինաստանի իշխանություններն արդեն մի քանի անգամ հրաժարվել են Չինաստանի նախագահ Սին Ցինփինի եւ ամերիկացի առաջնորդի միջև հեռախոսազրույց կազմակերպելուց։ Վերջերս Վաշինգտոնի եւ Պեկինի միջև մաքսատուրքերի պատերազմ է հասունանում։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ամերիկյան մաքսատուրքերը սահմանվել են 34%։ Ի պատասխան Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ապրիլի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանեն ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար 34%-ի չափով։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված, Armenpress-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը, մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում եւ Փարիզում քննարկվող պլանի համաձայն հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա որպես զսպող ուժ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար։ Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը ապագայում ռիսկի չի դիմի ռազմական գործողություն սկսել, եթե Ուկրաինայում լինի արևմտյան ռազմական կոնտինգենտ։ Ըստ թերթի ենթադրվում է, որ արևմտյան զորքերի հետագա դուրսբերումը կիրականացվի փուլերով, քանի որ Կիևի ռազմական հնարավորությունները կվերականգնվեն։ The Daily Telegraph-ը հավելել է, որ բացի ցամաքային զորքեր ուղարկելուց, Լոնդոնի եւ Փարիզի գլխավորած կամավորների կոալիցիան մտադիր է ապահովել Ուկրաինայի օդային եւ ծովային տարածքի պաշտպանությունը։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նոր կեղծ խաղաղապահությունը Ուկրաինայում անընդունելի է։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ ԵԱՀԿ աշխատակիցները պետք է վերահսկեին Մինսկյան համաձայնագրերի կատարումը, բայց իրականում նրանք աշխատում էին հակամարտող կողմերից մեկի օգտին, կեղծելով հաղորդումները հօգուտ Կիևի եւ հետախուզական գործողություններ իրականացնելով
Դոնեցկի եւ Լուգանսկի դեմ, ասել է դիվանագետը։ Պոլիշչուկը հավելել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ներկայումս շարունակում են բանակցությունները երաշխիքային ուժերի ձևավորման շուրջ։ Ըստ վարչության պետի նման նախաձեռնությունը արտաքին միջամտություն է, ինչը նույնպես անընդունելի է։ Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղապահները կարող են հայտնվել Ուկրաինայում միայն հակամարտության խաղաղ կարգավորումից կամ հրադադարի հաստատումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Եվրամիությանը չմիջամտել Թուրքիայի եւ Հայաստանի հետ հարաբերություններին։ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ, որքան Եվրամիությունը հեռու լինի այս խնդիրներից, այնքան լավ բոլորի համար, ասել է նա։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ էր արել բացել Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով նման քայլը կմերձեցներ ԵՄ եւ Կենտրոնական Ասիան։ Ստամբուլում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այս մասին լրագրողներն ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան, Ստամբուլում ամերիկացի դիվանագետների հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի կարգավորման վերաբերյալ երկկողմ փորձագիտական խորհրդակցությունների հերթական փուլն անցել է դրական մթնոլորտում։ Թույլ է տվել առաջ շարժվել այդ խնդրի լուծման հարցում, որն առաջադրել են երկու երկրների նախագահները, ասել է Դարչիևը լրագրողներին։ Նա նշել է, որ կողմերը նոտաներ են փոխանակել, որոնք ամրագրում են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անխափան, բանակային եւ ֆինանսական սպասարկման փոխադարձ երաշխիքների մասին պայմանավորվածությունը, ներառյալ Ռուսաստանի Դաշնության վճարումները ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև առևտրային դիմակայությունը, որն առաջացել է մաքսատուրքերի փոխադարձ բարձրացումից, կարող է վերածվել ռազմական բախման, ասել է Արևելյան Ասիայի ծրագրի տնօրեն Ջեյք Վերները։ Տնտեսական դիմակայությունը կարող է հեշտությամբ վերաճել ռազմական հակամարտության, նշել է նա։ Վերլուծաբանի կարծիքով Դոնալդ Թրամփի քայլերն ուղղված են Պեկինին ենթարկեցնելուն։ Եթե Չինաստանը կարողանա դիմակայել տնտեսական ճնշմանը, Սպիտակ տան ղեկավարը ավելի շատ կլսի երկրի ազգային անվտանգության խորհրդին, որի անդամները միաձայն տրամադրված են ՉԺՀ-ի հետ հակամարտությանը։ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ այցելել է Լվովի կլինիկաներից մեկը, հայտնում է Telegraph թերթը։ Սասեքսի Դուքսը 4 վետերանների ուղեկցությամբ մեկնել է Լվովի Superhuman Center կլինիկա, որը բուժում է վիրավոր զինվորներին, գրում է պարբերականը։ Նշվում է, որ արքայազնի այցի մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նա արդեն լքել է Ուկրաինան։ Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում միջուկային բանակցությունների ֆոնին, գրում է Bild-ը։ ԱՄՆ զինուժը 6B2 Spirit ռազմավարական ռմբակոծիչները տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ավիաբազայում, Իրանից մոտ 3800 կիլոմետր հեռավորության վրա։ Արբանյակային լուսանկարները ցույց են տվել թռիչքուղու վրա ինքնաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկա է հայտնաբերվել։ Սա տեղի է ունենում Իրանի հետ լարված հարաբերությունների եւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային ռումբ ունենա, սպառնալով կոշտ միջոցներով, եթե բանակցությունները ձախողվեն։ Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության դեսպանության փոխանցմամբ նիստի ընթացքում պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցելու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է։ Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Աննա Օլիվերան եւ Պեդրո Խիստոնյանն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուրուգվայցի խորհրդականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվահայ համայնքին, ողջունել նիստին ներկա Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանին եւ բարձր գնահատել դեսպանության գործունեությունը։
Ալմատիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Միջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեուն ձեռքբերումով ողջունել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա Ռուսաստան Կենտրոնական Ասիա ձևաչափով արտգործնախարարությունների ղեկավարների առանձին հանդիպում։ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը պատասխանելով Իրանին հարվածելու հնարավորության մասին լրագրողների հարցին ընդգծել է, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժ կկիրառվի։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները միայն երկար գործընթացի սկիզբ կդառնան։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասամբ կասեցրել է նախկինում սահմանված առևտրային մաքսատուրքերը առանց իր թիմի անդամներին նախազգուշացնելու, քանի որ նրանց հրապարակային հայտարարությունները տարբերվում են այն ամենից, ինչ ինքը պետության ղեկավարը հետագայում ասել է։ Այս մասին գրում է New York Times-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, մինչ Սպիտակ տունը փորձում էր համոզել լրագրողներին, որ դա լավ մտածված որոշում է եւ ռազմավարության մաս, ինքը Թրամփը դա անվանել է բնազդային քայլ։ Այս որոշումը զարմացրել է վարչակազմին, որոշ խորհրդականներ դեռ չգիտեն, մաքսատուրքերը դադարեցվել են բանակցությունների համար, թե դա ընդամենը ժամանակավոր զիջում է շուկայի ճնշման ֆոնին։ Ըստ պարբերականի, խորհրդականները մասնավոր կերպով ընդունում են, որ պատճառը շուկայական խուճապն է, չնայած դադարը որպես կանխամտածված քայլ ներկայացնելու փորձերին պարզ է, որ նույնիսկ Թրամփի մերձավոր շրջապատը տեղյակ չէր նրա սակագնային քաղաքականության շրջադարձի մասին, կարծում են լրագրողները։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել, ընդգծելով Միացյալ Նահանգների ռազմական հզորությունը։ Նա ակնարկել է գերգաղտնի սպառազինությունների գոյության մասին, որոնք գերազանցում են այն ամենը, ինչ հայտնի է համաշխարհային հանրությանը։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ունի տեխնոլոգիաներ, որոնց մասին երկրի սահմաններից դուրս ոչ ոք նույնիսկ գլխի չի ընկնում։ Նա վստահորեն նշել է, որ այդ զենքը մոլորակի վրա գոյություն ունեցող ամենահզորն է։ Թրամփը նաև հավելել է, որ ոչ մի այլ երկիր նման ներուժ չունի, ընդգծելով ԱՄՆ-ի առաջնորդությունը պաշտպանական ոլորտում։ Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պարտվել է Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտության ֆոնին։ Նրա խոսքով Վաշինգտոնը գերագնահատել է սեփական հնարավորությունները եւ պատրաստ չէ ընդունել այդ ձախողումը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը փաստացի վարում էին ոչ թե ուկրաինացիները, այլ ամերիկյան կառույցները, Պենտագոնը, Պետդեպարտամենտը եւ Կենտրոնական հետախուզության վարչությունը, որոնք ղեկավարում էին Ռուսաստանի դեմ գործընթացը։ Ուկրաինան, Կարլսոնի խոսքով, երբեք առաջնահերթություն չի եղել Վաշինգտոնի համար եւ արդյունքում երկիրը կործանվել է։ Կարլսոնը զուգահեռ է անցկացրել ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ տարեց տղամարդու վարքագծի միջև, որը չի գիտակցում, որ կորցրել է ազդեցությունն ու գրավչությունը։ Նա դա անվանել է ազգային հպարտության դրսևորում եւ նախազգուշացրել, որ նման ինքնավստահությունը կարող է հանգեցնել տերության անկման։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իսրայելը պետք է թույլ տա անարգել մուտք գործել մարդասիրական օգնության համար, որոնք արգելափակված են Գազայի հատված անցակետերում։ Իսրայելը որպես բռնազավթող տերություն ունի հստակ պարտավորություններ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքը։ Այնուամենայնիվ, մարդասիրական մատակարարումները ներկայումս չեն կարողանում մուտք գործել Գազայի հատված անցակետերում պահվում են սննդամթեր, դեղորայք եւ կացարան։ Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության, անարգել մուտքը գրել են նա X-ում։ Իսրայելը մարտի 2-ին դադարեցրել է հումանիտար օգնության մատակարարումը Պաղեստինյան անկլավ եւ փակել բոլոր անցակետերը։ Չինաստանի վրա ԱՄՆ-ի կողմից բարձր մաքսատուրքերի սահմանումը կարող է առավելություն լինել Հնդկաստանի համար, քանի որ չինական ընկերությունները կարող են մտածել իրենց գործունեությունը տեղափոխելու ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը։ Այս մասին գրում է Indian Express թերթը։ ԱՄՆ-ի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու Հնդկաստանի ռազմավարությունը եւ ԱՄՆ-ի մաքսատուրքերի հակադարձելու հարցում նրա զսպվածությունը ըստ երևույթին
մշակույթին արդյունք տվեցին, գրում է թերթը, նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է մաքսատուրքերը 75 երկրների, այդ թվում Հնդկաստանի վրա, միաժամանակ Չինաստանի վրա 125% մաքսատուրքեր սահմանելով ի պատասխան նրա պատասխան քայլերի։ Չինաստանի վրա կտրուկ բարձր մաքսատուրքերը կարող են հարաբերական առավելություն դառնալ Հնդկաստանի համար, քանի որ Չինաստանում հիմնված ընկերություններն այժմ կարող են իրենց գործունեությունը տեղափոխել ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրներ, ինչպիսին Հնդկաստանն է, գրում է Indian Express-ը։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, մտահոգությունները մնում են չինական շուկայից Հնդկաստան դեմպինգի ռիսկի վերաբերյալ։ Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, որի ընթացքում քննարկել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հարցերը։ Մենք ուրախ ենք հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ուզբեկստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության ներկա դինամիկայի եւ ապագա ուղղությունների վերաբերյալ մտքերի համապարփակ փոխանակման համար։ Մենք քննարկել ենք առանցքային թեմաների լայն շրջանակ ներառյալ քաղաքական երկխոսության ամրապնդումը, տնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային կապերի զարգացումը եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության ու կայունության ապահովումը, գրել է Սաիդովը Telegram-ի իր ալիքում։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հզոր աջակցությունը Ուզբեկստանում ընթացող բարեփոխումներին։ Մենք պայմանավորվեցինք պահպանել երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, շարունակելով բարձր մակարդակի երկխոսությունը եւ գործնական համագործակցությունը ռազմական գործընկերության շրջանակներում, հավելել է Ուզբեկստանի դիվանագիտության ղեկավարը։ Ամերիկյան Apple կորպորացիան վերականգնել է աշխարհի ամենաթանկ ընկերության իր կարգավիճակը այն բանից հետո, երբ նրա կապիտալիզացիան աճել է 15%-ով ամերիկյան բաժնետոմսերի համընդհանուր աճի ֆոնին համաձայն առևտրի տվյալների։ Չորեքշաբթի օրվա սակարկություններից հետո Apple-ի բաժնետոմսերն աճել են 15.3%-ով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան նախորդ օրվա 2.59 տրիլիոն դոլարից հասնելով 2.99 տրիլիոն դոլար։ Microsoft-ը, որն ընդամենը մեկ օրով գլխավորում էր ցուցակը, 2.9 տրիլիոն դոլար շուկայական կապիտալով իջավ երկրորդ տեղը։ Չորեքշաբթի օրը ընկերության բաժնետոմսերն աճել են 10.1%-ով։ Մեկ օր առաջ Apple-ն ընկել էր երկրորդ տեղն ամենաթանկ ընկերությունների ցանկում, որի շուկայական կապիտալը 22%-ով ցածր էր մարտի փակման գնից՝ 3.34 տրիլիոն դոլար։ Այս պահին ամսվա սկզբից անկումն արդեն 10.5% է։ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան չի ձեռնարկի որևէ պատասխան քայլ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի, հայտարարել են տարածաշրջանային խմբի էկոնոմիկայի նախարարները Մալայզիայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ։ 10 երկրների խումբն ընդգծել է Վաշինգտոնի հետ անկեղծ եւ կառուցողական երկխոսությունը շարունակելու իր հանձնառությունը անորոշության պայմաններում առևտրային խնդիրների լուծման համար։ Մենք հայտնում ենք ԱՄՆ-ի հետ անկեղծ եւ կառուցողական երկխոսության մեր ընդհանուր մտադրությունը լուծելու առևտրային խնդիրները, բայց հաղորդակցությունն ու համագործակցությունը կարևոր նշանակություն կունենան հավասարակշռված եւ կայուն հարաբերություններ ապահովելու համար։ Այս ոգով ASEAN-ը պարտավորվում է պատասխան միջոցներ չկիրառել ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի, ասվում է հայտարարության մեջ։ ASEAN-ի տնտեսական նախարարների հատուկ նիստը նախագահել է Մալայզիայի ներդրումների առևտրի եւ արդյունաբերության նախարար Թենգկու Զաֆրուլ Ազիզը։ ASEAN-ը նաև իր աջակցությունն է հայտնել առևտրի համաշխարհային կազմակերպությանը որպես երկխոսության հիմնական հարթակ, ընդգծելով նրա դերը առևտրային լարվածության սրումը կանխելու եւ համագործակցային կանոնների վրա հիմնված լուծումներ խթանելու գործում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Ռուսաստան նախատեսված է։ Աշնանը հայտարարել է երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Տարին խոստանում է լինել հետաքրքիր եւ դինամիկ։ Մենք նախատեսում ենք, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը, որը նախատեսված է աշնանը, նույնպես կարևոր հանգրվան է։ Մենք շատ լուրջ աշխատանք ենք տանում պետական այցը նախապատրաստելու եւ իրականացնելու համար, ասել է Նուրթլեուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Ավստրալիան կվերսկսի Եվրամիության հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո, հայտարարել է Ավստրալիայի առևտրի նախարար Դոն Ֆարելը։ Ես շատ ջերմ եւ կառուցողական հանդիպում ունեցա Եվրամիության իմ գործընկերոջ հետ, եւ մենք պայմանավորվեցինք արագացնել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, ասել է Ֆարելը Nightly 13-ին։ Նա նաեւ նշել է, որ երեքշաբթի երեկոյան կայացել է իր հանդիպումը առևտրային քաղաքականության եւ տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ։ Կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել Ավստրալիայում մայիսի 3-ի նշանակված դաշտային ընտրություններից անմիջապես հետո։ Հայաստանը կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա ապրիլի 10-ի նիստի ժամանակ հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ համաձայնագրի կհամապատասխանեցվի Միության երկրների գիտահետազոտական աշխատանքների ծառայությունների կարգավորման օրենսդրությունը, կզարգացվի կիրառական գիտության ձեռնարկությունների, ինչպես նաև Միության անդամ երկրների գիտությունների ակադեմիաների եւ ճյուղային գերատեսչությունների միջև փոխգործակցությունը։ Նշենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնագիր էին ընդունել Միության երկրների կողմից շնորհվող գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին։ ԱՄՆ-ն կմեծացնի ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը, ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այնտեղ է ունեցել Պանամա Սիթիում եւ Պենտագոնն այն ուղիղ եթերով հեռարձակել է իր կայքում։ Միաժամանակ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ճանաչում է Պանամայի ինքնիշխանությունը երկրում գտնվող ջրանցքի նկատմամբ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում։ Ըստ NHK-ի սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի երկիր նավ տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը մոտ 150 կիլոմետր եւ ավելի թույլ չէր տալիս ապահովել ծովային եւ օդային տարածքի անվտանգությունը։ Այժմ որոշվել է հրաձգության սահմանափակումներով վարժանքներ անցկացնել նաեւ Ճապոնիայում։ Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին հաստատել է, որ նման զորավարժությունները ներկայումս քննարկվում են, բայց հավելել է, որ վայրը դեռ որոշված չէ եւ խոստացել է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն անվտանգությունն ապահովելու եւ տեղի բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու համար։ Իսկ այժմ եղանակի մասին այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերի լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։